Բաց քննարկումը դիտեք մայիսի 22-ին ժամը 18:30-ին անկյուն գումարաձերեք հեռուստաընկերության եթերում։ Հաղորդման ընթացքում կանդրադառնանք նաև նախընտրական շրջանում իրականացվող քարոզարշավին։ Բերել ենք ձեզ համար սուտ են ասել, պաշտոնապես հայտարարում են սուտ են ասել։ Ես կարող եմ մենակ մի բան ասել, հոգնել եմ այդ ամեն ինչը լսել։ Որ անցնում եք այդ մասով, մեքենայով կամ ոտքով, ձեզ դուր գա։ Եթե ինձ դուր գար, ես դա չէի անի, բայց դուր չէր գալի, դրա համար մենք Ինչու այս խնդիրներին չեք անդրադառնում։ Դուք չեք տեսնում այդ։ Ոստով ոնց պատտվենք, գալիս են գալի ճոպանուհուն կամ մարզադաշտում։ Պարոն Ղումաշյան, ոստիկանության շենքի դիմաց կանգնած են 5 թևեց բեռնատար մեքենաներ։ Ինչու համայնքապետարանը չի միջամտում, որպեսզի հեռացվեն այդ մեքենաները։ Ես կասեի համայնքապետարանն է միջամտել, որովհետև կանգնել են։ Զրուցելու ենք համայնքային խնդիրների, կատարված ծրագրերի, ինչպես նաև ճանապարհաշինական աշխատանքների թերությունների եւ դրանց անընդհատ հետաձգման պատճառների մասին։ Մայիսի 22-ին բաց քննարկում հաղորդման հյուրը կլինի Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը։ Առաջարկել ենք խզել պայմանագիրը, չի համաձայնել դատական process է։ Բաց եք ոչ, ընդհակառակը, հələ այդ մի կողմ, ուրիշ բան եմ ասում։ Այ այնտեղ մի սիրուն նկար է երևում։ Նրա մասին էլ կարելի է խոսել։ Լավ հիշում եմ, մեր տարիքով մեծերը կարող է իրանց մեջ ասում են եկավ խոստացավ գնաց չարավ։ Նման հրահանգ չկա, որից ռեսուրսի կիրառում մենք չենք պատրաստում անել։ Նույնը մի րոպե, ի՞նչ է նշանակում ցուցակը։ Ես տեղի շտաբի պետն եմ, ես դες բան չգիտեմ ինչ։ Հասցեներ։ Հիմա դպրոցում Դպրոցները մարզպետարանը, սա ինձ հետաքրքիր է։ Կարող է ինչ-որ այլ ծրագիր կա հասցեի ուզելու։ Ես չգիտեմ, ես առաջ անգամ եմ ուզում հասցեն տվել։ Ինչ է նշանակում հասցեն տվել։ Հասցեները։ Ասելու եւ խոսելու շատ բան ունենք։